մի լիտր կաթը մի լիտր ջուր չարժի։ Շատ կոպեկներով է, մեր կաթը կոպեկներով են գալիս տալում։ Այդ ցավը տան մեջ է, այդ հետի ջուղացին չի ուզում շատ ստեղծի։ Եթե լավ ռեալիզացվի, լավ գին տան, ժողովուրդը շահագրված շատ կստեղծի։ Օրինակ ես այս տարի ես ամենաքիչը ստեղծել եմ մի 600 կիլոգրամ հատիկ լոբի, բայց դրետուր ընկելով, վաճառելով սպես եմ ես։ Նույնը և աշխայգուց ստացել եմ միջև մի տոննից ավել խնձոր, տենց ալի, պիտի արտադրածը ստեղծվածը հասցնի ժողովրդին, սպառողին, բայց մենք մի քիչ դժվարակ, գումարի հետ կապված բաները։ Ջուրը կա, բայց միաժամանակ կարելի է յուղացուց օգնած, այդ ջուրը ավելի մատչելի ձևով հասցնել այգին։ Որ յուղացին գոհ լինի, իրանք էլ լինեն յուղացուց գոհ լինեն։ Դաշտ եք ցանում, ուներ դաշտ, բայց այն չեք ստանում ինչ-որ պետք է։ Ծախսը շատ է, բայց արդյունքը քիչ է։ Խմելու ջուրը կա, բայց սեզոնի ընթացքում, ամառվա ընթացքում ջուրը շատ պակասում է, ժողովրդի չի բավարարում այդ ջուրը, որովհետև ջուղին չունի այդ, ինչպես ասում են, բասեին ասեք, թե ջանբար ասեք, այդտեղի չունի, որ երեկոյան ջուրը հետ կուտակվի, ցերեկը տան ժողովրդին, օգտագործեն ժողովրդի համար։ Ցավերից մեկը տայա, որ չունի, այդ ջուրերի կուտակման տեղ չունի։ Սովետի ժամանակ, այն ժամանակ սարքել են, բայց չի աշխատում։ Ջուրը լրիվ ինքնահոս փախչում է, էլի, բանի մեջից փախչում է, չի բանում։ Դա կոպեկներ են։ Պետության համար, թե պետությունը, թե մի անհատմանացի համար դա կոպեկներ է, որ պիտի սարքեն ժողովուրդը օգտվի դրանից։ Ցանում եք լոբիա, կարտոշկայա, բազուկա, գազարա, պամիդորա, բիբարա, տենց էլ ինչ-որ մարդուն պետք է։ Այդ ստանում ենք։ Բայց պիտի միաժամանակ օգնեն ջուրը, որ ռեալ ձևով հասնի ջուղացուն, որ ջուղացիները այդ արդյունքները ստանան։ Օրինակ ես առաջարկում եմ մասնագետ կար, այդ տարածքը ստուգեին, թե այս ջուրը որտեղ կարելի է պետք հասցնել ժողովրդին, որ գոնե կատամթերքը ավելի կշատացնեն, եթե ջուրը լինի, անասունը միսը ավելի կշատացնեն։ Շատ լավ կլինի, որ օգնեն ջուղացուն, շատ լավ կլինի։ Ջուղացին էլ ուրախ կլինի, և գոհուշունակալ կլինի օգնողից։ Օգնեն մեր արտադրած կաթը կոպեկներով չտանեն։ Մոտակա տարածքում եթե լինի մի հատ կանսերվի զավոդ, ջուղացիք իրենց արտադրանքը հոնի ժամանակ հոն կտանեն, վիշնի ժամանակ վիշնի կտանեն, խնձորի ժամանակ խնձոր կտանեն, պոպոկի ժամանակ պոպոկ կտանեն, դաշտից ահագին ժամանակ, ահագին շոշանը գիտեք, չէ, շոշան են հավաքում։ Մարդիկ տանջում հավաքում են, 3 կոպեկով առնում են, տանում են Երևան հասում են։ Բատակ եղավ, այսինքն ջուղացին չի շահագրգռված շատացնի։ Պիտի ջուղացուն օգնեն, որ ջուղացին շահագրգռված լինի, շատացնի։ Գոնե տարին 2-3 անգամ պիտի ներկայանեն ժողովրդից հարցնեն, բա ոնց եք ապրում, ինչպես եք ապրում, առօրյան ինչպես է, գոնե հարցնեն։ Մենք իրանցից ոչինչ չէ պահանջում, գոնե այդ ասելու ժամանակ դուք եք ցուցադրեք, մեղակավարությունը կտեսնա, նկասի, որ կարելի է ջուղացուն օգնել։